Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստվում է դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, եթե իր առանցքային առաջարկները չընդունվեն։ Իրավաբան պատգամավորը 20 էջանոց փոփոխություններ է մշակել, որոնք հաջորդ շաբաթ կներկայացնի մասնագիտական հանձնաժողովին։ Եթե տեքստը այս տեսքով մնա, որ այն կա, բնականաբար դեմ։ Մարուքյանն առաջարկում է վերացնել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու մասին վիճահարույց դրույթն ու բացառել երկրորդ փուլի հնարավորությունը։ Եվ եթե հնարավորություն չլինի բանակցությունների արդյունքում ձևավորել կառավարություն, ապա պետք է խորհրդարանական նոր ընտրություններ տեղի ունենան։ Ինչպես որ մի շարք ժողովրդավարական երկրներում չեմ ցանկանում նորից անունները տալ։ Այսինքն ասել, որ դա կբերի պերմանենտ խորհրդարանի ցրման եւ պերմանենտ ընտրությունների եւ դրա այդ փաստարկի արդյունքում բերել ամրագրել մի դրույթ, որը հնարավոր է ընդհանրապես փոքր կուսակցությունների դերը նվազեցնի եւ ընդհանրապես նրանք որևէ բանի չկարողանան մասնակցություն ունենալ, սա կարծում եմ ընդունելի չէ։ Կառավարման խորհրդարանական մոդելին Էդմոն Մարուքյանը կողմ է, միայն թե ոչ այն տեսքով, որ առաջարկվում է։ Հավասարակշռման դեր պարլամենտը չունի, մինչդեռ վարչապետին տրվելու են այսօր գործող կիսանախագահական համակարգի գերհզոր լիազորությունները, ասում է պատգամավորը։ Խորհրդարանի լծակները մեծացնելու համար պատգամավորն առաջարկում է ոչ միայն վարչապետի, այլև նախարարների թեկնածուներին հաստատել ազգային ժողովում։ Վանաձորից մեծամասնական ընտրակարգով խորհրդարան եկած պատգամավորը նաև առաջարկում է 100%-ով համամասնական ընտրակարգի փոխարեն անցում կատարել 100%-ով մեծամասնականի։ Իմ ընտրական տարածքը ունի 60,000 ընտրող ցուցակով։ Հիմա այդ տարածքը դառնալու էր մոտավորապես 16,000 ընտրող ունեցող տարածք ցուցակով եւ ցանկացած քաղաքական գործիչ, որը որ հանրային քաղաքականությամբ է զբաղվում, բաց հանրային քաղաքական գործիչ է, նա կարող է այդտեղ առաջադրվել եւ ցանկացած օլիգարխի հետ այդ բերված փաստարկի համար եմ ասում, մրցակցել այդ ընտրատարածքում եւ հաղթել։ Ցանկանում են կուսակցությունները կայացնել, ապա պետք է ամրագրել, որ կուսակցությունն է առաջադրում այդ մարդկանց։ Եվ եթե գործող սահմանադրությունը մարդու իրավունքների պաշտպանության ավելի լավ երաշխիքներ է տալիս, պնդում է պատգամավորը, ում համոզմամբ այս ոլորտում եւս նախագիծը հետընթաց է գրանցում, ոչ թե բարեփոխում։ Պնդում կա հանձնաժողովի անդամների կողմից, որ առաջարկող տարբերակը ավելի լավն է, քանի որ այն եվրոպական կոնվենցիայի, եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո է ձևավորվել։ Ես հակափաստարկն եմ բերում հետևյալ, որ միջազգային մարդու իրավունքները սահմանում են նվազագույն չափանիշներ։ Սա իրավագետներին հայտնի։ Այո, սա համընդհանուր հայտնի փաստ է։ Եվ այս առումով գնալ ազգային մեր այսօրվա ունեցած բարձր չափանիշները, զիջել գնալ միջազգային չափանիշները վերցնել եւ ասել սա շատ լավն է, ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է։ Այսինքն Մարուքյանը մանրամասնում է, սահմանափակվել են սեփականության, անմեղության կանխավարկածի, հավաքների ազատության ու մի շարք այլ իրավունքներ։ Սեփականության իրավունքի մասով օրինակ մայր օրենքի նախագիծը ամրագրում է, օրենքը սահմանում է սեփականությունից զրկման նախնական դատական վերահսկողության դեպքերը։ Գիտեք, արտադատական ընթացակարգերով մարդկանց սեփականության իրավունքը սահմանափակվում է, մարդիկ սեփականազրկվում են, խոսքը գնում է տարբեր մարմինների կողմից կազմված վարչական ակտերի մասին, որոնք որ առանց դատարանում ստուգման ենթարկվելու դառնում են վերջնական ակտեր եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը այն կատարում է, այն դեպքում, որ նա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է, բայց դա դատական ակտ չէ։ Հիմա, որպեսզի այս արատավոր պրակտիկան բերվի այն դաշտ, որ ասի, որ չէ, դա ճիշտ է, սահմանադրությունում սեփականության իրավունքը նվազեցվել է իր ծավալով։ Անկախ պատգամավորի համար օրակարգային հարց չէ այոյի կամ ոչի քարոզարշավին մասնակցելը, օրակարգային հարցը Մարուքյանի համար ընթացող գործընթացի վրա ազդելն է։ Նախ կողմերը այս պահին բացահայտված չեն, ոչի հետ կապված գոնե պետք է ասեմ, հա, թե ինչի մասին է խոսքը գնում, թող բացահայտվի, հասկանանք ով ինչ նպատակ ունի, միգուցե նաև ինչ որ տարբերակներ լինեն քննարկելու, թե համագործակցության թե բանի։ Այսինքն ես մինչև չիմանամ ինչ եմ անում ու ինչի համար, ես որևէ մեկին որևէ բան կոչ չեմ անի։